Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Այսօր ունենք հյուր, մեր հյուրն է Քոչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանը, ողջույններս, պարոն Սարգսյան։ Հարգանքներս Լենդրոս ջան։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ, շնորհակալ եմ հրավերի համար, սիրով պատրաստ եմ պատասխանել հարցերին կամ մեկնաբանել։ Շատ լավ, ես եմ շնորհակալ, որ ընդունեցիք իմ հրավերը։ Շատերը չգիտեն, որ մեր վերջի եթերը մոտավորապես 2 կամ 3 շաբաթ փակեց, հա, YouTube-ը, այսպես ասենք։ Դուք իմացաք որն էր պատճառը, որտեվ YouTube-ը ինձ տենց էլ բացատրություն չտվեց, ասես տեխնիկական է խնդրեմը, բայց չգիտեմ, էլի մի քիչ հավատս չի գալի, որ տեխնիկական։ Դե քանի որ մենք այդ օրը խոսում էինք ոստիկանական բարձրաստիճան, ոչ միայն ոստիկանական, այլ ամբողջ համակարգի բարձրաստիճան սպաների թերացումներից, անվտանգության քարտեզից, եւ նրանք բողոք էին ուղարկել, բայց դա նրանց չփրկեց, արդեն անիվը պտտվել էր եւ նրանց վռնդեցին աշխատել, գնացին աշխատելու հասարակական սկզբունքներով, հա, այսինքն իբր վճարովի շատ էին գործանում, գնացին հիմա էլ անվճար պետք է աշխատեն։ Հա, մարդուն փող էր տալի, որ երկիրը ապահովեր անվտանգությամբ, այդ մարդը գործ չէր անում, հիմա անվճար հասարակական սկզբունքներով ինքը պետքա մտածեր մեր երկրի մասին, դա նշանակում է, որ այդ մարդիկ ինչ-որ բաներ գիտեն եւ այդպիսի մարդկանց կամ գլուխներն են ուտում, կամ մոտիկ են պահում, կամ աքսորում են միտեղ հեռու դեսպան, բայց այս մարդկանց ինչ դեսպան ուղարկեն, չնայած դեսպաններն էլ սրանցից, ասենք, գիտելիք ունեցողներ չեն, էլի, որ ասենք այնց, կարային դեսպան էլ մի հատ հեռու տեղ ուղարկե, որ ձեները չլսեն ընդհանրապես։ Իսկ կարող եք ավելի էժանա անունները ասել ովքեր են, որ ազատվել են աշխատանքից։ Չեմ հիշում արդեն Լենդրոս ջան, այդ 3 հոգի էին, չէ։ Ես հիշում եմ, որ ինչ-որ վիճաբանություն էր եղել բակերից մեկում, որտեղ որ կրակում էին իրար վրա, այո, քաղաքի ոստիկանապետներ, բարեկների պետներ, երրորդն էլ չեմ հիշում արդեն ինչ պաշտոն էր։ Շատ։ Մեկը քաղաքի ոստիկանապետներ, մեկը բարեկների պետներ։ Հա, դե բացի էդի, որ ոնց որ դուք եք ասում ազատվեցին աշխատանքից, այնպես էլ ոնց հասկացանք YouTube-ում էլ պարտվեցին, որովհետև իմ բողոքներից հետո, ճիշտ ասած ես չգիտեի, դուք ինձ հայտնեցիք, ինձ նամակ էլ չէր եկել, կամ էլ եթե եկել է անուշադիր եմ եղել, դե պատկերացնում եք օրական ինչքան նամակ ենք ստանում, պարոն Սարգսյան, ձեր հուշումից հետո ես միանգամից բողոքներ ուղարկեցի եւ մոտավորապես 2 շաբաթ հետո ոնց որ ասում երևի ստուգեցին, տեսան, որ մենք ոչ մի անօրինական բան չենք արել, այդ եթերը ոնց որ ասում նորից բացեցին։ Ես հիշում եմ, ես մի քիչ հումորով գրեցի, ասացի Լենդրոս ջան, քեզ էլ խնդրեցին, որ հեռացնես, ասացիք ինչ է հեռացնեմ, ասացի մեր հաղորդումը հեռացված է։ Ես անգամ չհավատացի, հիշում եք, ես ասացի ոնց է հեռացված է, որտեվ ես մտա նկարը տեսա դրած, ոնց կարող է բան լինի, բայց պարոն Սարգսյան, իմ մոտ այդպիսի բաներ չի անցնում, իմ մոտ չեն կարող խնդրել, որ ես հեռացնեմ տեսանյութը, իմ մոտ տեսանյութները չեն հեռանում։ Միայն կարող է հեռանալ մի այնպիսի բան, որ ես մի հատ շատ սխալ բան արած լինեմ, ու ես ընդունեմ այդ սխալը, որ ինչ որ, չգիտեմ, անձնական մարդուն վիրավորած լինեմ, ասեմ, հա, էլի համը ես եմ հանել, ամոթ է, բայց թե այդպես քաղաքական թեմաներով վիդեոներ չեն հեռանում։ Շարունակենք մեր թեման, ինչպես տեսնում եք, քարոզարշավները սկսվել են, բոլորը արդեն քարոզարշման են, բոլորը չէ, բայց կարելի ասել անդիմությունը եւ իշխանությունը, եկեք այս բանը sense անվանենք, բայց Քոչարի կուսակցությունին ես չեմ տեսնում քարոզարշման մեջ։ Որ փուլում եք, երբ եք սկսելու ժողովրդին, այսպես ասած, քարոզարշավով կանչել ձեր կողմ։ Տեսեք, նախ ասեմ, որ որպես այդպիսին քարոզարշավ Հայաստանի օրենքի համաձայն դեռ քրեորեն պատժելի է, մենք էլ ունենք այցեր, շրջանային այցեր, դուք ճիշտ ասացիք,
կառավարությունը եւ այդ ընտրյալ ընդդիմությունը, հա, որ իրանք սարքել են բարձրագույն լիգա իբր այդ երեքը եւ ասենք կառավարությունը կատարում են քարոզարշավ։ Կառավարությունը իհարկե մի քանի հոդված է խախտում, այսինքն հոդվածները դա պաշտոնյան առանց հրաժարական տալու չի կարող մասնակցել քարոզարշավի, քանի որ նա արդեն լծակ է օգտագործում, դե հասկանալի է միտեղ գնալուց մարզպետին ասում են մարդ պետք է հավաքել, այսինքն իշխանական լծակ հավաքելը քարոզարշավի ժամանակ դա արդեն քրորեն պատժելի է, մի խոսքով քարոզարշավից առաջ թոշակ բարձրացնել չի համարվում ընտրակաշարք, բայց դա ինպես ընտրակաշարք է լավ, թոշակառուներին գոնե մի բան լավ կլինի, եթե լինի, հա, բայց երբ որ ես հասկանում եմ, որ ոչ բոլորին են բարձրացնում, այդտեղ վտանգ կա, որ ընդհանրապես ոչ ոքին էլ չեն բարձրացնում, հա, մեկը մտածի Իրանն են բարձրացրել, մեկը Պողոսին են, մի խոսքով, եթե նույնիսկ 10,000 բարձրացրել են, թանկացումների հետևից մեկը չի հասնում այդ գումարը։ Հիմա մենք անում ենք այցեր, մեզ դիմաց դրված է նոր խոչընդոտ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեզ գրանցել է, բայց բանկերը մեզ հաշիվ չեն բացում, ընդդիմադիրների բանկերն են, այդ ցուցակը, որ մեզ տրված է 6 բանկի, բացի VTB-ից, մենք բոլոր տեղերը դիմել ենք, VTB չենք ուզում դիմենք, ոչ թե ինչ-որ ռուսական բանկ է, ուղղակի ասենք VTB-ն չունի այդ ծառայությունները, որ մեզ կարող է հատկացնել, այսինքն նույնիսկ Հայաստանի մեջ դրամի փոխանակությունը նա հաշվում է որպես միջազգային դրամի փոխանցում եւ ավելի ծախսատարակ հենց հայկական բանկերը, ուրեմն բանկերը գրավոր պատասխան մեզ չեն տալիս, ասում են, որ ռիսկային է, հա, տեսեք, ուրեմն օրենքով գրանցված կուսակցությունը, որ միջև գրանցվել է ԱԱԾ-ից, Ինտերպոլից, ՆԳՆ-ից, Արտադրության նախարարությունից տեղեկանքներ ստացել, նոր կուսակցությունը գրանցել է։ Իսկ բոլոր կառույցները չեն գտել, որ ռիսկային է, բանկը գտնում է, որ ռիսկային։ Իսկ բանկը կարա, եթե ասում է գործարքն է ռիսկային, առաջի գործարքից հետո փակել, կամ այնտեղ ինչ կա ռիսկային, ինչը կանոնադրության մեջ գրված է, ասենք անդամավճարներ, հանգանակություններ, անձնական հանգանակություններ, նվիրատվություններ եւ վերջ, հա, գործարքները կամ եթե այլ արտարժույթի մասին է խոսքը, PR-ի վճարում արտասահմանյան երկրներում կամ ուղիղ ծրագրերի ներդրումներ, մի խոսքով, ինչը որ կանոնադրությունում կա, դա է, դրանից դուրս ինչ գործարք լինի, բանկը կարող է գործարքը կանոնացնի, դրանից հետո քեզ կանչի, ասի ձեր հաշիվը փակ է։ Հիմա տեսեք ինչ մեռած շրջան են սարքում։ Եթե դու չունես հաշիվ, դու չես կարող բացել հիմնադրամ հաշիվ, որպեսզի մասնակցես ընտրություններին, բոլոր ընտրությունների ծախսերը պետք է կատարվի այդ հիմնադրամ հաշվից։ Նույնիսկ այդ գրավը, որ պետք է դնենք, 7.5 միլիոն պետք է կատարվի հիմնադրամ հաշվից։ Բողոքեցին կենտրոնական ընտրական հանձնաժողով, նրանք ասացին, բայց ոնց կլինի, իրավունք չունեն, պետք է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը զբաղվի։ Իրանց դիմացը զանգեցին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, լավ արձագանքեցին, հետևողական են, զանգեցին ուրբաթ օրը, ասացին պարոն Սարգսյան, չանհանգստանաք, դիմել են կենտրոնական բանկ եւ երկուշաբթի կամ ամենաուշը երեքշաբթի ձեր հաշիվները կբացվի։ Հիմա երբ որ չունես հաշիվ, դու չես կարող, ասենք, ծախսեր ցույց տալ, որ տպել ես ինչ-որ, ասենք, հա, ֆլայեր, բրոշյուր, հա, կամ վարձել ես ինչ-որ տարած, կամ վարձել ես գրասենյակ, շտաբ։ Դու նույնիսկ դա չես կարող անել, քանի որ այդ բոլորը պետք է լինի հաշվից, կուսակցության եւ ցույց տվացվի որպես ծախս։ Հիմա այդպիսի մի խոչընդոտ են սարքել 2 ամիս արդեն, այդ խոչընդոտը
մենք փորձում ենք հաղթահարել եւ ելի եմ ասում բանկերի հետ համարյա բոլոր բանկերը ընդդիմադիրների բանկեր են որոնք որ ասում են ռիսկային է մենք հասկանում ենք ռիսկային է իրանց տերերի համար որ իրանց տերերը ձայներ չեն հավաքելու մենք հավաքելու ենք գրավոր պատասխան չեն տալիս 2 ամիս մեզանից թղթեր են ուզում մենք այդ հարցաթերթիկներ սկզբից այս կուսակցության անդամներին հետո այս կուսակցության անդամներին հետո այն կուսակցության անդամներին մի խոսքով վերջ չկա հարցաթերթիկներ լավ ասում ենք ձեր գործն է հետո վերջում մի հատ զանգ բա մերժվել է բանկը համարում է ռիսկային ասում ենք շնորհակալ ենք խնդրում ենք գրավոր պատասխան տաք ընդհանրապես գրավոր պատասխան չեն տալիս ձևացնում են որ չկան վերցրեցինք Արիանային լրագրողների հետ գնացինք բանկ եւ ասացինք ինչ է քաղաքականացնում դրանից հետո ասացին կվերանայենք հետո վերանայում են հիմա նորից թղթեր նորից տվել ենք հիմա սպասում ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վաղը կամ մյուս օրը խոսք տվել որ եթե չլինի ապա պետք է ընտրությունները հետաձգվեն քանի որ արդեն արդար մրցակցությունից մի կուսակցություն ում որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է տվել է օկտատեր եւ գախնաբար չի կարողանում մասնակցել ընտրություններին եւ դա ասենք օրենքով գրանցված ֆիզիկական իրավաբանական անձը չի սպասարկվում Հայաստանի Հանրապետության բանկերում այսինքն ոնց որ մտնես խանութ քայզ ասեն քեզ չենք սպասարկում մյուսին սպասարկում ենք Հիմա դուք բանկի հաշիվ չունեք ոչ դեռ չունենք խոսք են տվել վաղը կամ ամենաուշը 3 շաբթի օրը իսկ մի ուրիշ երկրի բանկ չես կարող ասենք Mastercard-ը չես չէ իրավաբանական անձանց հաշիվը կուսակցության հաշիվը դա մեկ ուրիշ սուբյեկտ է ինստիտուտ է այդ հաշվից պետքա բացվի հիմնադրամ հաշիվ եւ բոլոր ծախսերը կուսակցության հաշվից պետքա տեղափոխվի հիմնադրամ հաշվից կատարի մուծումները կամ այդ գրավը մի խոսքով մի այսպիսի ես մի քիչ այս հարցում մի քիչ անտեղյակ եմ որտեվ երբեք չեմ հետաքրքրվել բայց Հայաստանում պետական բանկ չկա սա մասնավոր է չկա ոչ չունի մեր ծրագրի մեջ կա պետական բանկի ստեղծում Հայաստանում պետական բանկ ուրեմն չկա լոյություն չունի սա մասնավոր բանկեր են այո մեր ծրագրի հենց կետերից մեկը ստեղծել պետական բանկ որպեսզի այս թանկ տոկոսները տոկոսային վարկերը կարգավորվի այսինքն այդ անտոկոս կամ ցածր տոկոսով գումարները որ Հայաստանը ստանում է եւ բաշխում է մյուս բանկերի մեջ եթե պետական բանկը տալիս է ցածր տոկոսով մյուս բանկերը կամ նույն տոկոսով տան կամ մրցակցությանը չդիմանան Ճիշտն ասած քանի որ բանկերից խոսացինք ես մի անգամ ուզում էի հայկական բանկերից մեկում մի հատ հաշիվ բացեի թույլ չտվեցին ասին պետք է հայկական դոկումենտներով կամ գաքս տեղ, ասում եմ ես տեղ դուք տեղ, ես ոնց գամ տեղ։ Չնայած նորմալ է որ չեն թողնում, որտեվ մեծամասնությամբ երկրներում տենց է, որ պետք է տվյալ երկրի դոկումենտացիան ունենաք, բայց հիմա ձեզ ասում եմ, որտեվ դուք քաղաքական գործիչ եք, որ կխնդրեմ, որ ձեր ծրագրի մեջ ներառեք մի այնպիսի ծրագիր բանկերի համար, որ թույլ տա, որ հայերը, քանի որ ողջ աշխարհում են, որ հայերը կարողանան բանկի հաշիվ ունենալ, որտեվ դա էլ է կապում Հայաստանի հետ, էլի, որ մարդը հաշիվ ունենա, կարողանա շարժեր անի թեկուզ հայկական բանկի միջոցով, դա ինչ որ մի կապող օղակ է, որը որ վաղ թե ուշ կարող է մարդուն ետ բերել Հայաստան, հա, իր հայրենիք։ Շնորհակալ եմ խորհրդի համար, անպայման կքննարկենք այդ հարցը, Նոնդրուժ ջան։ Ամեն դեպքում մենք ստացանք այն հարցի պատասխանը, երբեք սկսելու քարոզարշավը, հա, սա շատ կարևոր է։ Տեսեք, քարոզարշավ, եթե ես ասեմ դա վաղը կարող է նոր մեղադրանք լինի,
քանի որ քարոզարշավը ինչքան հիշում եմ մայիսից է սկսվում, մենք մարզային այցերը արդեն սկսել ենք, բայց չենք անում ուրախ ավտոբուսներով, չենք անում, ասենք այդ ավտոբուսներով, մենք Դե մեկը ուժեղ ավտոբուս է, մեկը ուրախ ավտոբուս։ Հա, չէ, մենք մեր մեքենաներով գնում ենք, Բայց գոնե լայվեր, բան կազմակերպել, որ մենք էլ կարողանանք հետևել, որ տեսնենք ինչ ոնց է կազմակերպված էլի, որտեվ դուք ասում եք անում եք, բայց մենք որ չենք տեսնում, այս համար ոնց որ բան է լինում, էլի։ Հասկացա։ Հաջորդը, ուրեմն դուք նախատեսում եք համագումար, ճիշտ եմ ասում, տենց է կոչվում։ Վաղը, այո, վաղը։ Մի քիչ կբարձաբանեք։ Դե քանի որ համագումարը առաջին 30 հոգու անունների մեջ մենք փոփոխություն ունենք, առաջին 30 համարը, հա, մենք ունենք փոփոխություն, այն որ մենք առաջին համագումարին նախատեսել ենք մի քանի հոգի այդ ցուցակից դուրս եկել եւ նոր անձինք են, նոր թիմակիցներ են մտնում նրանց փոխարեն, դա պետք է լինի միայն համագումարի տեսքով եւ դրա համար այս համագումարը ուղղակի 30 հոգու քվեարկության համագումարն է։ Լայվ չի սպասվում, չեն կարողանալու հետևենք մենք։ Երևի լայվ կդնենք մեր ալիքներով, հա, չի թվում որ մեծ բան է, լայվ կդնենք մեր ալիքներով։ Իսկ լրագրողներ հրավիրեք, թե ոչ։ Չէ, լրագրողները մի քիչ մեզանից նեղացած են։ Դե ոնց է չլի անկախ լրագրողներ կլինեն, էլի։ Ինձ թվում է կլինեն, քանի որ հայտարարությունը տրված է։ Ինձ թվում է կլինեն։ Տեսեք, մենք առաջին համագումարին հրավիրել էինք։ Նրանք չեկան, բայց եկել էին մի քանի լրագրողներ, եկել էին գախնի, հա, իբր հյուր եւ նստած զայնագրում էին կամ մի խոսքով սովորական է, մենք ողջունում ենք։ Գախտի, իրանք լրագրող են, թե շպիոն են։ Դե լրագրողին կարելի է անել այդպիսի քայլեր, դա թույլատրելի է իր պարտականությունների մեջ կարող է աշխատանքային։ Պարոն Սարգսյան, հիմա որ sense կողից նայում ենք ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, պարզ երևում է, որ ընդդիմադիր դաշտ մենք չունենք, հա, որովհետև ցանկացած մարդ, եթե լավ պատրաստված գա, ես սա իմ տեսակետն եմ ասում, հետո եթե ցանկանաք իսկ ուղեք, լավ պատրաստված գա, թմով գա, հանգիստ երկրորդ համարը ունի Հայաստանի Հանրապետությունում, քանի որ ժողովուրդը այս ընդդիմությանը, որը որ ներկայացնում են, հա, այս առաջվա ուժերին, տանել չի կարում, սա պարզից էլ պարզ է, շանս չունեն, այդ իրանց մարդիկ են բան, այդ որ կողերը հավաքվում են, սա լրիվ պարզ է, իսկ իշխանությունն էլ, օքեյ, այնա ինչը որ կա, այդ էլ գիտենք, այսինքն եթե մի հատ լավ պատրաստված թիմ գա, մինիմումը ամենակիչը երկրորդ տեղը ունի, միթե ժամանակը չի, որ դուք կամ ձեր նման ընդդիմությունը, որը որ կապ չունի հների հետ, ինչ եմ ասում ժողովուրդ ջան կապ չունի հների հետ, նես չի որ ես արդարացնում եմ Արտակ Սարգսյանին, սա իր խոսքերն է, նա ասում է, որ կապ չունի հների հետ եւ Բագրատին էլ միացել է եւ փոշմանել է, ճիշտ է այս բառը ասելը։ Բագրատին չեմ միացել, ժողովրդին եմ միացել։ Շատ լավ։ Ղեկավարները շարժման գալի գնում են, շարժումները մնում են։ Ինչ եմ ուզում ասեմ, որ ես չեմ լցվում ինչ-որ արդարացնելով, այ ցիտում եմ Արտակ Սարգսյանի մտքերը, որը որ բազմաթիվ անգամ նշել է մեր եթերների ընթացքում, հա, գոնե ինձ մոտ։ Հիմա ժամանակը չի, որ կարողանաք դուս շպրտել, որտեղ դուք պետք է դուս շպրտեք այս հներին։ Ես չեմ վախենում այդ բառից, որտեղ հներ են, չկան այդ են։ Դուք ոչ թե երկրի իշխանությանը ձեռ չի տալի, հասկանում եք, որ իրանց ձեռ է տալի, որ սրանք լինեն, ինչքան իրանք լինեն, երկրի իշխանության համար լավ ալնելու։ Ես մտածում եմ, որ երկրի իշխանությունը լեի կարող է ես էլ տենց անեի, որ ոչ ես ընտրվեի։ Եթե սենց խիղճս կորցնեի, ձեռ է տալի։ Լենդրոս ջան, դուք ճիշտ նկատեցիք, որ այո, ընդդիմությունը, հա, ճակերտավոր ընդդիմությունը Հայաստանում դա
այս իշխանության աքիլեսյան գարշապարն է, այսինքն հենց ընդդիմության դեմ ենք պայքարում, քանի որ այս քանի տարվա մեջ ընդդիմություն չունի, ասենք Նիկոլ Փաշինյանը ամենամեծ ընդդիմությունն է, նա մնացել է ընդդիմության էպոխայի վրա ու ասենք ճարերը նրա անդիմադիր ճարեր են, հա, այդ ամբիոնից։ Այսինքն թալանչիներ, ասեն, հա, մենք էլ գիտենք թալանչի ենք։ Ակամ օգնել ենք այդ բառերից արդ։ Հա, ուրա գործը, ասենք, եթե դուք ընդդիմություն եք իշխանությանը մեղադրեք, ասեք, թալանչի ենք, հիմա նոր բառապաշար է հայտնվել, հետ էլ մի երկու անգամ եթերում ես հայերենը չգիտեի, բոմժ ասեցի, խոսքը վերաբերում է կազմակերպած գաղթից, Արցախին, հիմա Նիկոլ Փաշինյանը սկսել է բոմժը ակտիվ օգտագործել, դուր է եկել, չգիտեմ ինչ, հիմա ասում է բոմժ եմ սարքելու, էլ թալանչի չեն, հիմա բոմժ են դառնալ, մի խոսքով, դուք ճիշտ նկատեցիք, նույնիսկ ընդդիմություն բառը Լենդրոս ջան հայոյանք է Հայաստանում, դուք հերո եք ապրում չգիտեք, օրինակ մեզ ընդդիմություն չեն անվանում, մեզ անվանում են երրորդ ուժ։ Ընդդիմություն բառը դա պիտակ է դարձել Հայաստանում եւ չգիտեմ այո, երրորդ ուժ այլընտրանք, բայց ընդդիմություն մարդիկ ում ընդունում են, նրան ընդդիմություն չեն համարում, քանի որ մեր երեսին է հարց են տալի դուք ընդդիմություն եք, թե երրորդ ուժ կամ ասում են, պարոն Սարգսյան, դուք այդ երրորդ ուժն եք, դուք ընդդիմություն չեք, հասկանում եք։ Եվ ընդդիմությունը լուրջ հայհոյանք է դարել, մարդիկ նույնիսկ ալիքները չեն միացնում, մենք այսօր ունենք 50% ընտրողներ, որոնք եթե երրորդ ուժ չնի, չեն էլ գնալու ընտրության, այսինքն այդ տենց հիասթափություն է։ Այո, ես գտնում եմ, որ մենք այդ ուժն ենք, մենք վաղը մեր թիմը կհրապարակենք այդ 30 հոգին, հա, առաջին 30 հոգին։ Կներեք, մենք անուններ իմանալու ենք։ Իհարկե, մենք հրապարակել ենք այդ 30 հոգու անունը եւ ամբողջ ցուցակը հետո կդնենք 80 հոգուն, երբ որ կդիմենք, կլրացնենք այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ համակարգում, մենք 80 հոգուն են, 80 հոգու ենք տալու, մենք 300 հոգու չենք տալու, մենք ամբողջությամբ հրապարակելու ենք այդ ցուցակը, որպեսզի ժողովուրդը տեսնի մեր մոտ կան ոչ կուսակցականներ, օրենքը թողում է միայն 30%, մենք մենք պլանավորում ենք 40% ոչ կուսակցական լինել, բայց օրենքի պահանջը չի թույլատրում 30% պետք է այլ սեռ լինի, 30% ոչ կուսակցական։ Մեր մոտ 30% ոչ կուսակցականներ են լինելու եւ ժողովրդի զավակներ։ Մենք էլ հայտարարել ենք, որ մենք միակ դաշինքով գնում ենք, դա դաշինքն է ժողովրդի հետ։ Հասկանա՞ք, որ մեր մոտ կան անկուսակցականներ, դա հենց դաշինք է ժողովրդի հետ։ Հիմա ժողովրդի մոտ կասկածներ կա բոլորի նկատմամբ, հա, բոլորի առանց բացառությամբ, որ այլընտրանք ուժերի մեջ կան ուժեր, ովքեր որ այսպես կոպիտ ասած 10-ով են սպասում, հա, ձայն են հավքելու, հետո մեկ էլ հոպ միամիտ միանան այս կամ այն ուժին, ում համար որ աշխատում էին իրանք։ Հիմա իմ հարցը սա է, պարոն Սարգսյան, եկեք պատկերացնենք, որ այնպիսի տոկոսներ ա եղել, որ մի կողմից իշխող ուժն է, մյուս կողմից այս ընդդիմությունն է, որի մասին որ մենք խոսեցինք, եւ դուք եք, եւ ձեր տոկոսները լուրջ հարց է լուծելու այդ պահին, վճռական հարց է լուծելու։ Դուք որևիցե այս երկու ուժի մեջ որևիցե մեկին կաջակցեք։ Ուժերի անուններ, դե մեկը նկատի ունեք իշխանություն, մյուսը որ ուժն է։ Դե այսօր երկրորդ համարը Սամվել Կարապետյանի ուժն է, դա ես չեմ կարծում, որ Սամվել Կարապետյանի ուժը երկրորդ համարը այսօրվա ընտրություններով նրանք հազիվ շեմ են հաղթահարելու, այդ դեցիբելներով դու կարող ես թիմ ընտրություններ շահեք, հասկանում եք, բայց իրական ընտրությունները երկրի ղեկավար կամ մեր մոտ ինչքան էլ փոխվել է դարձել է պարլամենտական հանրապետություն, բայց միևնույնն է մեր մոտ
ընտրության ձևը անձի հետևից է էլի երկրի ղեկավարի պես է գնում, հա։ Նրանք իհարկե հազիվ շեմ հաղթահարեն այսօր ու ինչքան երկարի այնքան քիչ է այդ տոկոսը լինելու։ Սամվել Կարապետյանը երբեք երկրորդ տեղ չի, դա եթե լինելու է ընտրագեղձիկով, նրանց ռեյտինգները շատ ցածր են։ Դուք մի նայեք այդ կաստինգները, որ նրանք ասենք մարքեթինգային ֆիրմաներին դիմում են, գումար են, մենք էլ կարանք անենք 5000-ին, ասենք $10 դուրս ավելի էժան, էլի արաբական էմիրություններում ամեն 50,000 like, subscribe, comment տալիս են ինչքան։ Կարծեմ $2 է։ $100 $50,000-ին, այդ ձև։ Մենք էլ կարանք դիմենք այդպես ֆեյքերով լցնենք։ Բայց դա ես նկատի ունեմ լավ սենց ասենք, հա միասնական այդ ընդդիմության դաշտը մի պատկերացնենք արդեն իրանք միացել են, հա այնտեղ Ռոբերտ Քոչարյանն է, Սերժ Սարգսյանն է, Գագիկ Ծառուկյանն է, Սամվել Կարապետյանն է, կողքից չգիտեմ ել ովքեր կլինեն, միշտ էլ 10 ովջիկներ չեն պակասում մեր երկրում, եւ դուք ունեք մի տոկոսային բաժին, որը որ կարող է վճռական լինել այդ պահին։ Դուք իշխանությանը նորից իշխանություն ձեր տոկոսներով կկերտեք կամ այդ ընդդիմությանը իշխանություն ձեր տոկոսներով։ Լենդրուս ջան, ուրեմն այդ հարցը բազումս անգամ մեզ տվել են, ես ասում եմ էլի ոչ, մենք ոչ ոքի չենք միանա, մենք կթողենք որպեսզի գնա երկրորդ փուլ։ Ինչքան էլ հասկանում ենք, որ լավ չի, որ երկիրը մնա առանց իշխանության երկար ժամանակ նամանավանդ այս դրությունում, բայց մենք նույնիսկ առաջին անգամ այդ հարցը մեզ տվեց, չեմ հիշում, երևի կես տարի առաջ այդ հարցը մեզ տվեցին, ոչ, մենք ոչ մեկին չենք միանալու։ Ոչ ընդդիմությանը, այդպեսի կոչված ընդդիմությանը, հա։ Բայց կներեք, բայց էլ եմ ասում, այդ ժողովուրդը, որ մտածում է երկրորդ համարը Սամվել Կարապետյանն է, դա շատ մեծ սխալմունք է։ Մենք մեր իրական ռեյտինգներով Սամվել Կարապետյանին հաղթում ենք առանց ակտիվ քարոզարշավի։ Պարոն Սարգսյան, ես ձեր դեցիբելներով ընտրություն չես հաղթում։ Կարող է թիմ ընտրություն, գյուղապետի ընտրություն, կարող է Սամվել Կարապետյանը հաղթի, չնայած որ նայեցի Տաշիրում ինչպես են Փաշինյանին ընդունում, ես կասկածում եմ, որ ինքը Տաշիրում էլ ընտրություն հաղթեր։ Շատ լավ։ Պարոն Սարգսյան, ես ձեր խոսքերը իհարկե կասկածի տակ չեմ դնում, բայց մեր ժողովուրդը իհարկե իրավունք ունի կասկածելու, ինչու համար եմ ասում, քանի որ դուք տեսակ Գյումրիում խոսք տվեցին, որ չեն միանա, բայց հետո միացան, հա։ Հիմա ինչու եմ ես ասում։ Այ դուք ինչ որ ասեցիք, հա, լավ է, բայց վերջի պահին ոչ մի բայց չի լինելու։ Չի լինելու։ Տեսեք, ես անգիր ասեմ բայցերը ու մոտա լինելու ու տեքստն էլ ասեմ։ Տեսեք, ես տեքստն էլ ասեմ, ինչ տեքստ է պատրաստ իրանց մոտ դրած։ Հիմա տեսեք, գանք Գագիկ Ծառուկյանից, հա, խոսում ենք այդ կեղծ Վիշի լիգայի մասին, որ ստեղծվել է, հա, այդ 3+1։ Լավ բառեր Վիշի լիգա։ Հա, դա իրանց մոտ հիմա իրանք տենց են դասակարգում, հա։ Ես եւ մի կուսակցություն առաջի լիգայի մեջ ենք։ Կներեք Լենդրուս ջան, մի քիչ հիվանդ եմ մի քանի օր, հա։ Հիմա տեսեք։ Գանք Գագիկ Ծառուկյանից։ Երկրորդ համարը բոլորին հայտնի Քոչարյանի մի րոպե բաննա, ինչ անունը։ Թևանյանը։ Հետո ինչքան հիշում եմ 7-8 Էլինարնա, հա, էլի Քոչարյան։ Նույն մարդիկ են էլի ճիշտն ասած։ Հա, հիմա գալիս ենք Տաշիրի թիմը։ Տաշիրի թիմը երկրորդ համարը առաջվա падգամավոր եւ Քոչարյանի մարտի 1-ի փաստաբանը հասկանում ենք, չէ՞ որ մարտի 1-ի փաստաբանը հասարակ մարդ չի կարող լինի, չէ՞։ Այսինքն այս ուժերը ականապատվել են Քոչարյանի կողմից, հա։
Ծառուկյանը հայտարարում ասում է, ես ունեմ 4 տեխնատու, 3-ի անունը կասի, այդ մեկի անունը չի ասել, այդ մեկը լինելու է Քոչարյան։ Ինքը 3-ի անունը հայտարարել է, այդ մեկինը չի ասելու։ Այսինքն սարքել են արգենտինական, բրազիլիական սերիալի սպառողներ ժողովրդին, բոլորը փակ են խաղում։ Որ կուսակցությանը հարցնում ես, ասում ես, բա տեխնատուն ձեր, գալիս են ասում են եկեք միանանք, համագործակցենք, ասում են լավ ժողովուրդ ջան, հա, համագործակցենք, ձեր տեխնատունով է, բա հիմա չենք ասի, հետո կասենք, հիմա որ ասենք փչանալու, այդ այս, ես ձեր հետ պոկեր եմ խաղում նստած, փակ պոկեր ենք խաղում, թե ժողովրդի հետ կյանքի հետ էս չեք անում, ոնց հիմա չեմ ասի, բա որ ես համագործակցեմ, ասեմ լավ դաշինք ենք կազմում, դու վաղը հելնես ասես մեր տեխնատուն Քոչարյանն է։ Բայց իմ ժողովրդին ինչ պետք է ասեմ։ Հա, հիմա մոտավոր հասկացանք, չէ՞, ինչա կատարվում։ Հիմա գալիս ենք ինչ են ասելու այս մարդիկ, որ միանան, հա։ Ձեր ասած սցենարն ասենք հիմա կամ պետք է միանան սրան, կամ պետք է միանան սրան։ Եթե անցել են, հա։ Բայց ես հույսով եմ, որ ժողովուրդը այս մի ընտրություններով ցույց կտա, որ այդ ուժերը 4% էլ չպետք է հավաքեն։ Վերջ գնան, այս իրանց վերջի ընտրությունը, դինի էլ չխոսանեն։ Հիմա իրանք ասելու են, հաշվի առնելով մեր ընտրողների տրամադրությունները եւ ցանկությունները, որ երկու ուժերին էլ դեմ են, բայց այս մեկին ավելի շատ դեմ են, քան այն մեկին, մենք միանալու ենք այս մեկին, հա, դա պատրաստի իրանց մոտ, ասենք, մոտավոր բովանդակությունը ասեցի, մեր մոտ այտենց ցուցակ չկա, մեր մոտ այտենց տեքստ չկա, մենք կարանք լինենք այն ուժը, որ որոշենք, ասենք, եթե իրական տարբեր բևեռներ լինեն, հա, կարանք լինենք այն ուժը, որ որոշենք, թե այդ գիշեր որ մեկն է գնալու Վարդաշեն քրեակատարողական։ Մենք կարանք ասենք, լավ, միանում ենք սրան, որ այս մեկը հենց այդ նույն գիշեր, ոչ թե մի ամսից ամբողջ թիմը գնա Վարդաշեն քրեակատար, բայց երկուսն էլ մեկ են։ Ասենք համակարգի վերարտադրում ստեղծել մեկ ուրիշ դեմքով տարբերություն չկա։ Ես հաստատ գիտեմ, որ ժողովուրդը այդ սխալը չի անի, չի թողի համակարգը վերարտադրվի մի նոր դեմքով, հա։ Ոչ իման չի փոխվելու։ Պետրոս ջան, ստեղ հիմա գնում է մի կողմը դուրս է եկել սեփականությունն է պաշտպանում, հա։ Իր սեփականության համար մեկի վրա 300 միլիոն է դրած, մյուսի վրա 100, ես չգիտեմ, քանի միլիոն է դրված, այս մյուսին ընդհանրապես ասում են բոմժ ենք սարքելու, կարող է 3.5 միլիարդ է դրած, թե կարետ 3.5-ը, թե փուչիկ է, այդ էլ չգիտենք, հա։ Հա, հիմա ուզում ասեմ 300 միլիոն, 100 քանի միլիոն եւ 3.5 միլիարդ, հա, եթե մարդը ասում է ես 3.5 միլիարդ ունեմ, ու բոմժ նշանակում է իրանից 3.5 միլիարդն չէ խլելու, թե չէ բոմժ ոնց կարա դառնա, հիմա 1 միլիարդը խլեին, էլի բոմժ չէր դառնալու, չէ։ Հա, հիմա այս մարդիկ ժողովրդին օգտագործելու են, ժողովրդի արյունը թափելու են, իրենց ունեցվածքը փորձելու են, հա։ Այս մյուս կողմն էլ աթոռն է, դա իշխանության գործն է, աթոռ ապարխելու, իրանց ունեցվածքով էլի, հա։ Ստեղ ժողովուրդը պետք է խոհեմ լինի եւ չգնա դրան։ Այդ մարդիկ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն։ Ընդհանրապես նրանք ոչ միտեղ կապ չունեն։ Ես երեք Նոյան տապանում հաղորդման եւ հիշեցի Գագիկ Ծառուկյանը անցած ընտրությունների ժամանակ ասաց ինձ չընտրեք ձեր մթեր ձեր խաղողը չեմ առնելու մթերման չընտրեցին չարավ Կրեմլն է սանկցիաներ դրեց գյուղացիների վրա վերքը փչացավ Պուտինն է Եվրոպարլամենտն է սանկցիաներ դրեց գյուղացիների վրա Գագիկ Ծառուկյանը չել թաքցրել ասում Բելարուսի նախագահան իմ ընկերն է բան նույն Բելարուսի նախագահան որ սենց ուրախ շնորհավորում էր Ադրբեջանին որ իր խոսքերով իր պատմական հողերը ետ է վերել այն հողերը որը որ հայերը սարքել էին անապատ Մի րոպե կներես հիմա տես այդ
բոլորի մոտ ձեռագիրը կա։ Քոչարյանը առաջ գալիս ասում էր Պուտինը իմ ընկերն է, ինձ ընտրեք, հիմա ասում է Կիրիենկոն է իմ ընկերը, ինձ ընտրեք, այն մեկը ասում է Բելորուսի, բայց ազգի համար, ժողովրդի համար մի, ասենք, ծրագիր չկա։ Գործարաններ, ինչ գործարաններից եք խոսում, ինչ 300,000, խոսացեք ես երկրի ապագա, իրական ապագայի մասին, աշխատատեղ Լենդրոս ջան, դու հեռու ես ապնում, երևի չգիտես, աշխատատեղ Քայլի փողոցում բոլոր խանութներից սկսած, բոլոր գրասենյակներից աշխատող են փնտրում, չեն գտնում, ես աշխատող էի փնտրում, չէի գտնում, մարդիկ երկրից հեռացել են, քանի որ երեխաների համար ապագա չեն տեսել, այնպես չի, որ ստեղ գործ չկա, իսկ իրանք 300,000 աշխատատեղը ես արդեն տեսնում եմ իրանք ոնց են ստեղծում, այդ շտաբների վրա մարդկանց գրանցում են, հետո ասել են հեսա 300,000 աշխատատեղ ստեղծեցինք էլի, 2 ամսով այդ ընտրակարգաշարքներ տալով 300,000 մտածում են աշխատատեղ ստեղծեն, որ 300,000 ձայն տան, բայց չի լինելու, մարդիկ փողը վերցնելու են, իրանց է գցելու են։ Ճիշտ ասած դուք որ ասում եմ մտքի սցենարը ասեցիք, բայց ոչ ամբողջությամբ, որովհետև Հայաստանում այսպես է լինում։ Ես իմ ամբիցիաները դնում եմ մի կողմ, հանուն, չգիտեմ, երկրի փրկության, որովհետև այս իշխանությունը էսա, այնա, եւ չնայած ամեն ինչին, ոնց որ ասում եմ, ես ինձ ժերտվա եմ տալիս, եւ իմ ձայները տալիս եմ ընդդիմության, այսինքն լավ շակախ Չի կարա ասի իմ ձայները, պետք է ասի հաշվի առնելով մեր ընտրողների տրամադրությունները, որ երկուսին էլ դեմ են, բայց այս մեկին ավելի դեմ են, այսինքն չարյաց փոքրագույնն են ընտրում, հա? Չարյաց լավագույնը։ Կա չարյաց վատագույնը, մենք ընտրում ենք չարյաց լավագույնը։ Մեկ էլ այն երկու օրը ձեմ չպետք է հանվի, որ մտում մենք խոր մտածում էինք, շատ խորն էինք մտածում, Տենց զրուցում ենք լավ այլ որ ժողովուրդը եթե կա ինչ-որ մի հատված, որը որ չի ընկալում, որ դա ընդամենը ռուսները լավ խոսք ունեն, չէ, լապշա կախել, հա, ականջներից բանը, հենց այդ է, էլի, դա լապշա կախել է, հարգելիներս, դա ծրագրավորված։ Տեսեք Լենդրո ջան, իրոք եթե ես մարդ տեսնեի, որ թևերը կճտեր, կմտներ գործ կաներ, ես ասենք, իրոք քննիչներին կլսեի, որ առաջի օրից ասում են քաղաքական չեզոքություն ցույց տուր ինչ գործ ունես թող որ վախտել են էլի ասում թող մենք մեր ձևով անենք հա տես քննիչները դրա չկար այդ շարժում չկար մեր ձևով չկար բայց ես չեմ տեսնում իրոք այդ ուժը որ թևերը քշտի ու կմտնի այս երկրի համար գործ կան իրոք գործ կան էլի ոչ թե կգա մեղադրանքներով, հա, ոչ թե կգա մի ուժին տապալելով իրական ընդդիմություն, երբ որ Կենիայում մենք հաղթեցինք, մենք գնացինք ընդդիմության մոտ, ասացինք մենք առանց ձեզ չենք կարող։ Պետք է գաք իրար հետ երկիր կառուցենք։ Այդ է իսկական պետությունը, այդ է, որ պետք է ընդդիմության հետ հաշվի նստել։ Հիմա պարոն Սարգսյան, հա Լսում եմ։ Եթե ուզում եք թեման շարունակեք, խնդրեմ, որտեվ թեման փոխել է։ Չէ, դա ասում որ չկա, այդ գործիչը չկա, այդ ուժը չկա, էլի այդ ժողովրդին հերիք, էլի ժողովրդին իրոք սարքել են դուք այդ երկրում եք բրազիլիական, արգենտինական սերիալի զոհեր ցույցեր են անում, ասում են հիմա չենք ասի, մյուսին կասենք։ Սերիալի ինչ-որ սպառողներ են դարձել, առաջի համարը չենք ասի, հետո կասենք իրոք էլի շատ են որ Ֆրունզիկը Միմինոյի մեջ ասում է վայ մամա ջան այսուր եմ ընկել այ ժամանակներ կա որ ասենց այդ Ֆրունզիկի պես ասում եմ այսուր եմ ընկել էլի Իդեպ միջով առանց ասնելը Արգենտինայում ամեն անգամ որ ընտրությունները գալիս են հա իրա ոնց որ բոլոր երկրները իրա լավ եւ վատ կողմերն ունի իհարկե բայց երբ որ ընտրությունները գալիս են միշտ տեխնացուները կանգնում են իրար դիմաց եւ դեբատի են անում ինչ որ Հայաստանում չկա ես օրինակ պաշտպանում եմ այն հարցը ոչ թե իշխանությանն եմ պաշտպանում այ Նիկոլ Փաշինյանի առաջարկը եկեք նստենք բանավիճենք դեբատներ առաջի ալիքով կազմակերպում են ընտրություններից առաջ
ես միշտ տեսել եմ այդ H1-ով, բայց էլի չգիտես ում են հրավիրելու, մեկ անգամ թե երկու անգամ անվճար է, հետո վճարովի է, այսինքն կտեսնենք մենք սիրով կգնանք այդ դեբատներին, ես շատ հարցեր ունեմ այդ բոլոր Ես չեմ հիշում, գիտեք, Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հետ դեբատ անի, Սերժ Սարգսյանի հետ դեբատ անի, հիմա Սամվելի հետ դեբատ անի, ես չեմ հիշում տես բան կներեք, բայց վերջի դեբատը ես որ տեսել եմ, դա Ռոբերտ Քոչարյան եւ Կարեն Դեմիրճյանի որդին է եղել։ Դրանից ենկող ես դեբատ Հայաստանում չեմ տեսել։ Հա, տեխնացուները հատ չունեն։ Չեմ տեսել։ Վերջի դեբատները մենք տեսանք քաղաքապետարանի հետ։ Հա, այդ մակարդակով լինում է։ Ես նկատի ունեմ գլխավոր տեխնացուների մեջ, որ ասես դեմ դիմաց կանգնեն։ Չէ, գլխավորները չենք տեսել ենք երկրորդ, երրորդ համարների մոտ այդպես դեբատներ, երկրորդ, երրորդն չէ, ինչ-որ թմի անդամների մոտ, հա։ Այդ մակարդակի վրա է, որը որ լուրջ չի, լուրջ է, որ դուք տեսնում եք Միացյալ Նահանգներում է, տեսեք դեբատի հետևանքով Բայդենի տեխնացությունը դուրս դրվեց եւ ոնց էր աղջկա ունա կնոջ անուն աղջկա կամ Հարիս, հա, Կամելա Հարիս։ Հա, փոխվեց տեխնացիան, այսինքն դեբատը ինքը կարևոր բան է։ Երբ որ դուք չսիրեք Նիկոլ Փաշինյանի, ժողովրդին եմ ասում ընդհանուր, հարգելիներս, բայց այդ առաջարկը ճիշտ առաջարկ է։ Եթե ուզում եք դուք տեսնեք ձեր տեխնացուների իսկական պոտենցիալը, ու երբ որ ասում են ուժեղ ենք, բան, այդ ուժեղ լել այդ ժամանակ է երևում, երբ որ դու կանգնում ես մարդու դիմաց եւ կարողանում ես դեբատ անել եւ հաղթել դեբատը, որտեղ դրանից լավ քանի որ տեսեք Լենրուս ջան, շատ քիչ ալիքներ կան ձեր պես, որ ասենք սենց առանց պայմանավորվածության, առանց հարցաշարի համաձայնության մարդիկ գնում են։ Սովորաբար այս ուժերը ինչ են անում, հարցերը նախորդ ուղարկում են, վճարում են ինչ-որ մի գումար եւ այդ հարցից դուրս այդ լրագրողը իրավունք չունի հարց տալ, հա, նրանց նույնիսկ փողոցում եթե նրանց հանկարծակի են բռնում, հարցեր են տալիս, տեսնում եք, որ ինչ խառնաշփոթ է, ինչ վատ վիճակում են։ Իհարկե ձեր մոտ իրանք չեն գա, հա, ես էլ այդ պայմանավորված հարցազրույցներին չեմ գնում եւ սիրով դեբատներին բոլորին կմասնակցեմ, բոլորին։ Այ դուք իրավացի եք, շատերը ինձ թողում են անարձագանք, որտեվ եթե ես ոնց որ ասում ժամանակին մի քիչ ուրիշ ձև էի մտածում, հետո կամաց են որ ասում ավելի փորձառու դառա եւ հասկացա, որ իրականում իրանք պատրաստ չեն եւ վախում են գան, որովհետեւ իրանք սովոր չեն, երբ որ հարցազրույցը կազմակերպված չի, ես նախորդ իրանց չեմ ասում ինչի մասին եմ խոսալու։ Այդ դրանից իրանք շատ են հուշ լինում, վախեցած են էլի։ Ոչինչ, մի օր կգա իրանց անունները ես կհրապարակեմ, հիմա ժամանակը չի։ Հիմա անցնենք մի փուլի, որտեղ որ տեխնացուներին մեղադրում են, այսինքն մեծահարուստ լինելու մեջ, օլիգարխ լինելու մեջ, եթե մեծահարուստը, հա, մտնում է քաղաքականություն, դառնում է օլիգարխ եւ այլն։ Հիմա ինչա իմ ասածը, որ ձեր վրա էլ այդպիսի պիտակ կա, քանի որ մարդիկ ասում են, գիտեք ինչ կա, Արտակ Սարգսյանը Հայաստանում ոնց որ թե աշխատանք չունի, հա, բայց դուրսը ինչ որ սև գործերի մեջ է, միլիոններ աշխատում էս մարդը։ Ուրեմն ամեն դեպքում չմտնելով անձնական դաշտ, կապ չունի թե որտեղից է աշխատում, բայց եթե ունի հնարավորություններ այդ չափսերի, ամեն դեպքում եթե դուք մտնում եք քաղաքական դաշտ, դառնում եք ավտոմատ օլիգարխ, ավտոմատ կերպով էլի նկատի ունեմ։ Խնդրեմ բարձաբանեք։ Դուք օլիգարխ եք թե ոչ։ Եկեք այստեղից սկսենք։ Նախ օլիգարխը դա մեծահարուստը չի, օլիգարխը դա այն մարդն է, որ ապօրինի հարստացել է, ասենք, ինչ-որ մի գործարքներով, հա։ Հիմա օլիգարխը չբացահայտենք ինչա։ Մենք մեր աշխատանքը սկսել ենք արաբական երկրներում, հետո Կենիայում ունեցել ենք ամենափոքր ծաղիկի ջերմոցը, այն ժամանակ որ աշխարհը չգիտեր, որ չկա այդ եվրոպական վարդերը, հա,
մենք առաջիններն էինք, որ Քենիայից սկսեցինք տանել այդ վարդերը Եվրոպա, հա, Եվրոպան ուղղակի այդ կետներ հիմա ամբողջ աշխարհից են բերում, Բրազիլիայից են բերում, հետո Դուբայը դարձավ նմանատիպ կետ, հիմա ասենք, որ հաշվենք 120 հեկտար է ջերմոցները ընդհանուր, ամենամեծն է եւ ունենք աշխարհով մեկ մոտ 72 տարբեր գործունեություն եւ մենք Կենիա որ գնացել ենք արդեն ունեցել ենք մեր մի քանի միլիոնները, հա, ասենք սենց ասեմ, հա, որ մենք Կենիա գնացել ենք ավելի լավ կյանք ունենք, ես սենց ասեմ, հա, արաբական երկրներում բոլոր այդ սպորտ մեքենաները մեր մոտ սկսած դեսպաններից, ընկերներից բոլորն է գալիս էին, ուզում ասեմ, մենք քշում էինք ամենավերջին սպորտ մեքենան, Bugatti, Ferrari, Lamborghini, բոլոր այդ մեքենաները Դուբայում ունենք, բոլորը քշում էինք, հա, ես էի դրա սիրահարը մեծ մասով, եղբայրս ուրիշ մեքենաներ է սիրում, մի խոսքով, իշխանությունը Կենիայում մեզ չտվեց այդ, որ պետք է օլիգարխ դառնանք, հա, հակառակը մենք մեր գումարներով ստեղծել ենք DA, Drugs Enforcement Agency-ին, հետո տվել ենք պետությանը, մենք ծարգացրել ենք այդ երկիրը, ես այս կասեմ, հա, հիմա թե ես օլիգարխ եմ, ոչ, ես ապորենի հարստացել եմ, ես կասեի, որ սա Հայաստանը չի, որ վատ էին աշխատում այդ միջազգային ծառայությունները, հավատացեք, որ մանավանդ 2007 թվի ընտրություններից հետո, երբ որ այդ միջազգային կրիմինալ կորտը, հա, միջազգային քրեական դատարանից եկել էին Կենիա եւ մարդկանց տանում էին Հագա դատարան, մեր եղբայրներին մերժեցին եւ ասացին, որ այս եղբայրները ընդհանրապես հանցագործություն չեն կատարել եւ ոչ թե այդտեղ չունենք մենք իշխանություն, հա, եթե ասենք լավ, ասեք Կենիայի մեջ իշխանություն ունենք, մենք չունենք այդ դատախազների, այդ Հագայից եկած դատախազների հանդեպ ոչ ոք իշխանություն չունի, հասկանում եք։ Մի խոսքով ես չեմ կարող ասել, որ ես օլիգարխ եմ, ես օլիգարխ չեմ, մենք եղբայրներով ստեղծել ենք, միշտ իրար հետ ապրում ենք, ապրել ենք, եղբայրներով ստեղծել ենք, մեզ ճանաչողները գիտեն, բոլոր միջազգային կառույցներից եկած հարցումները, ասում են, որ այս մարդիկ ոչ մի տեղ հետախուզման մեջ չեն, ոչ մի նույնիսկ Հայաստանից հիմա որ գործի վարույթի մեջ կա թղթերը հրապարակել ենք, Հայաստանի կառավարությունը հրապարակել է, դատարանում կարդացել է, որ այս եղբայրները ոչ միտեղ որոնման մեջ չեն, ոչ մի հանցագործության մեջ չեն մեղադրվում եւ այլ երկրի անձնագրեր չունեն։ Ես ինձ օլիգարխ չեմ համարում, պետք է արդյոք բիզնեսմենը օլիգարխը լինի իշխանության, ոչ չի կարող, օրենքը շատ ճիշտ ասում է, եթե դու բիզնեսմեն ես, պետք է հրաժարվես եւ բիզնեսները թարնես այդ հոգեբարձուների խորհրդանոցով հայերեն կոչվում եւ նրանք չեն կարող լինել ընտանիքի անդամներ, դա խոսքը գնում է Հայաստանի մասին, Հայաստանում եթե մենք գանք, երբ որ մենք գանք ծառայության, դա ոչ մի կերպ չի ազդելու Կենիայի, ասենք, վարդերի, ջերմոցների կամ կազինոյի կամ մենք հայերին չենք նստեցնելու սամալյոտ եւ ուղարկենք Կենիա, որ մեր կազինոյում խաղան կամ այդ վարդերը չենք փորձելու բերենք Հայաստան ու չվճարենք մաքսային турքեր, քանի որ մենք ընդհանրապես մաքսային турքերը հանելու ենք։ Եթե ինչ-որ մեկը կարողանա Կենիայում մեր հետ մրցակցի, թող գա մրցակցի, բայց դա Կենիան, ասենք, մեր ծառայությունը Հայաստանում ոչ մի իրական ազդեցություն չի կարողանա ունենալ մեր
Կենիայի կամ այլ երկրների բիզնեսների վրա։ Պարոն Սարգսյան, բայց մի պա պատկերացնենք, որ իշխանություն է գալի, դուք ձեր բիզնեսները ում եք փոխանցել։ Ծառայության են գալու, Լենրոժյան իշխանության չեն գալու։ Բիզնեսները որպես այդպեսին արդեն փոխանցված է մեր երիտասարդներին, եղբոր որդիներին, տիկնոջը, դստերս, հա, մեծ դստեր, արդեն որպես այդպեսին փոխանցված է։ Այս կալանքի պատճառով է փոխանցված, շատ չեմ ճամփորդում առաջ, եթե հաշվեիր, մի ամսվա մեջ մեկ անձնագիր վերջանում էր, այսինքն այդ ոթռնավականների կնիքների պատճառով, հա, անձնագիրը 10 տարով էր տրվում, բայց ես 2 ամիսը մեկ դիում էի գրում, նոր անձնագիր էի ստանում, համարյա 2 ամիսը մեկ, հա։ Լավ, 2 ամիս չէ, այս վերջերս ասենք տարին 3 անձնագիր կամ 2 անձնագիր էի փոխում։ Դե արդեն ցանկանում ես ընտանիքի հետ լինես, արդեն կարելի է ասել, որ հանձնված էր, երիտասարդը շատ է սիրում ճամփորդել, հետաքրքիր է, բայց արդեն ամեն ինչը տեսնում ես, համարյա նույն տեղերն ես լինում, աշխարհի համարյա 90%-ը ճամփորդել ես։ Խոսքով ուզում ես մի բան անես նույն տեղում մնաս, արժեքները փոխվում է, հասկանում ես Լենրոժ ջան։ Եթե առաջ ասենք ոսկե շղթաներն էր վզից, հա, ասենց հաստ, չգիտեմ, համացանցում շատ նկարներ կա տեսած կլինեք, ասենց հաստ ոսկե շղթաներն էր ինձ գոհացնում, հիմա իմ երեխաների թևերն այն վզին փաթաթված ավելի գոհացնում, հասկանում ես Լենրոժ ջան, արժեքները փոխվել է։ Հիմա ես ձեզ հարցրեցի, դուք ասեցիք, որ ըստ օրենքի ես ճիշտ հասկացա, որ բիզնեսները չպետք է փոխանցվեն ընտանիքի անդամներին, ես ճիշտ հասկացա։ Հայաստան, այո, Հայաստանում պետք է հոգեբարձուների խորհրդին փոխանցվի, եթե ունես Հայաստանում բիզնես, Հայաստանում ես ունեմ մեկ ձկան ֆերմա, հա, ձկանոց, որը որ կալանքից հետո դադարեցրել եմ, եւ հիմա տղաներս էլի վերասկսելու են, դա ես անվանափոխություն եմ անելու, այսինքն իմ ՍՊ-ն փոխելու եմ նրանց անունով, չի մնալու իմ անունով, որպեսզի նրանք աշխատեն ոչ թե ինչ-որ հոգեբարձուներով եւ դա քաղաքականության հետ էլ գործ չունեցող, ասենք բիզնես է, ամենամեծը չի Հայաստանում, մենք եղել ենք ամենամեծ բեղնավորված ձկնկիթ ներմուծողը Հայաստանում հենց այս իշխանությունների ժամանակ ամենամեծ բեղնավորված ձկնկիթ ներմուծողը բոլոր, քանի որ կապերը կա այլ երկրներում եւ լեզվի տիրապետումը կա, մենք որ տեսանք ինչ քարե դարաստ է, ինչ վատ ձկնկիթ է օգտագործվում, մենք դրսից սկսեցինք ներմուծել եւ ամենամեծն ենք, հենց այս իշխանությունների ժամանակ, բայց հիմա դադարեցրել ենք քրեական վարույթի պատճառով չի հասնում տնային կալանք, մի խոսքով երեխաները սովորում էին եւ դադարեցված է գործունեությունը։ Շատ լավ։ Պարոն Սարգսյան, վերջի երկու հարցը, չեմ ուզում չարաշահել ձեր ամբերությունը եւ ժամանակը, կուզենամ որ անդրադառնաք, դուք ինչպես եք պայքարելու այն ընտրակաշառքների դեմ, ինչը որ հենց հիմա տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, ես գիտեմ որ դուք լսել եք թե ձայնագրությունները անպայման էլ չի լսել, շատ լավ էլ գիտեք ինչպես է կատարվում այդ սխեմաները, հա, ասենց դուք ոնց եք պայքարելու եւ ինչ պատիժներ ա լինելու հատկապես այն քաղաքացիները, որոնք որ թքած ունեն, հա, իրանց հայրենիքի վրա, որտեղ ես ուրիշ բառ չունեմ ասելու, որ գումար վերցնում եւ ընտրում են, զակաս կատարովի ընտրություն են կատարում, վաճառում են հայրենիքը, ինչ սխեմաներ եք առաջարկելու, որ վերջապես այս մեր 30 տարվա անկախության այս ամեն ընտրությունի նույն պատմությունն է, էլի, որ սա վերջապես sense արմատախիռը լինի եւ ժողովուրդն էլ հասկանա, պետք է բացատրական մի բան էլ լինի, չէ՞ որ ժողովուրդը ընկալի, որ չի կարելի, սա պետություն է։ Տեսեք Լենրոժ ջան, առաջինը իհարկե քրեական իրավունքի մեջ մեր նախագիծը ընտրակաշառքը, ընտրակեղծիքը պետք է հավասարվի իշխանության զավթման փորձի հետ։ Այսինքն դա ծանր հանցագործություն է, ընտրակաշառք, ընտրակեղծիք կատարողը դա նույն իշխանության զավթման փորձն է, քանի որ տրամաբանությամբ եթե մեկը ընտրակեղծիք է կատարել, դա իշխանության
իշխանության զավթումը։ Պետք է Լենդրուշը հաղթեր, ավելի արժանի մարդ էր, ավելի արժանի տեխնացու էր, կարող Հայաստանում բան փոխել, բայց զավթեցին իր ձեռքից ընտրակաշարքով կամ ընտրակեղտիկով։ Երկրորդը իհարկե բացատրական աշխատանքը ամենակարևորներից մեկը, բացատրական աշխատանքը դպրոցներից եւ ավագ սերունդների մոտ, որ մարդիկ հասկանան բացատրական աշխատանքը մշակույթով, թատրոններով, կինոներով, տեսեք մի շատ հետաքրքիր բան, ես ասեմ, դուք երևի նկատակ չեք մեր ազգի մեծ մասը նկատակ չի լինի։ Ինչպես հրեաները աշխարհին գենոցիդը սովորեցրեցին։ Ամեն ամերիկյան ֆիլմի մեջ 2-3 վայրկյանանոց կադր կար։ Ամերիկյան ֆիլմը ամերիկյան ընտանիքի մասին կլիներ։ Մեկ էլ մի հատ նկար կլիներ այնտեղ դրած հայլու մոտ, եւ այս աղջիկը կամ տղեն կասեր սա իմ պապն է, գերմանացիները սպանել էին։ Վերջ, այդ 2-3 վայրկյանով պրծնում էր, բայց դա ծրագիր էր։ Մինչև հիմա այդ ծրագիրը գնում է կամ պատին փակցված մի նկար, կամ հիշողություն, հասկանում եք, դա հենց այդ ծրագիրն էր, որ ամբողջ աշխարհին սովորացրեցին, եւ մենք կորցրել ենք դա, ոչ միայն գենոցիդի մասին եմ ես խոսում, հենց այդ արժեքները, որ ինչա ընտրությունը, ինչա երկրի տեր լինել, հասկանում եք, Լենդրուշ ջան, ազգը այնպիսի վատ վիճակում է։ Տեսեք, երեխան ծնվում է, հայրը վարկերի տակ է, տունը գրավ է դրած, հողը գրավ է դրած, մեքենան գրավ է դրած, հիվանդանում են, փող չունեն, ծնողները պետքա մեռնեն, փող չունեն, հաշտվում են։ Այդ երեխեքը իրոք այդ ցավով սաղ կյանքը ապրելու է, որ այդ ծնողի մեռնում է տունը, բայց ինքը փող չունի, հա, դա չի անցնելու այդ մեղքը իր մեջից։ Հետո գալիս է այս օլիգարխները կամ պետությունը, ասում է պետքա գնանք բանակ կռվենք, հա, եթե մինչև 18 տարեկան տղան չի մեռել, այդ ռազմորկեքից, ասում են մի հատ վրգենք թող բանակ եթե մեռնի, այս ոնց է, այսինքն չի մեռել, այդ ոնց է, լստացել է, էլի, վրգենք թող ընդ մեռնի։ Հա, թուրքը գալիս է հելեք պաշտպանեք, այս մարդը ասում է ես ինչ պաշտպանեմ, գործելու բան չունեմ։ Հայրենիքի համար չի կռվում, ինչի համար կռվի, տունը իրանը չի, ավտոն իրանը չի, բժշկություն չկա, ուսում չկա, երեխան ուզում է սովորի, փող չկա։ Ասում է դու ես գործնելու, ալիգարխ, ես քո համար ինչ ելնեմ մեռնեմ, հասկանում ես։ Հիմա այդ բացատրական աշխատանքը մեր մեջից կորել է, հա։ Դες շատ վատ են ընդունել մի քանի հոգին, որ ես ասել եմ, ասենք Ծառուկյանը Հիսուսի արձանը կառուցելու փոխարեն թող Տիգրան Մեծինը կառուցեր, հա, Հիսուսը համամարտկային կերպար է։ Բայց մենք պետություն որպես պետք է գնանք մեր ազգային, ասենք, արժեքների հետևից։ Կառուցել Տիգրան Մեծի արձանը։ Հիմա էլ ասում է հայ կնոջ արձան եմ կառուցելու։ Հայ կնոջ արձանը Հայաստանակից Բոսայգում կանգնած է, կոչվում է Մայր Հայաստան։ Եթե Գագիկ Ծառուկյանը կառուցելու է Արուս Կավկազի արձանը, որպես հայ կնոջ, ես չգիտեմ, հա միգուցե ձեռներն էլ սենց կլինի, մեջից էլ կասի ռուչկամի, չգիտեմ։ Այս հումորը մի տեսակ, ուղղակի հայ կնոջ արձան մենք ունենք, Մայր Հայաստանը, թուրը ձեռքը ամբողջ տարազից սկսած աշխատած սիմվոլների վրա, հայկական բոլոր սիմվոլների վրա թուրը ձեռը, դա հայ կնոջ կերպարն է։ Հասկանում եք, ամեն ինչով պետքա բացատրել, բացատրական աշխատանքներ, որ մերժվի։ Այ հիմա ոնց են մերժում այս ուժերին, չէ՞։ Մերժում են, նույնիսկ պետությունը հոլովակները հանել։ Ես ելույթներում ասում եմ Արիանայի մոտ, ասում եմ ժողովուրդ ջան, փողը վեկալեք գցեք սա։ Հիմա պետությունը մուլտիպես հոլովակներ է նկարել, այն օրը տեսա, որ ոնց գցեն, եթե ձեզ փող են տվել, եթե գտնեմ կուղարկեմ, այն օրը պատահական հանդիպեցի, ասում եմ, եթե ձեզ պարտադրում են, որ նկարեք էդի, ոնց անեք, որ վերցնեք երկու հատ տանեք, մի հատը իրանց ցույց տակ, բայց մյուսը պատկերացրեք, ասենք, մակարդակը պետությունը ասում է, ոնց պետքա գցեք, եթե ձեզ շանտաժի են ենթարկել կամ աշխատանքից են փորձում զրկեն, ես եթե գտնեմ կուղարկեմ։ Հիմա Պետք է կարծեմ իրազեկ քաղաքացիների կազմակերպությունը չի հրապարակում այդպիսի վիդեոներ։ Չգիտեմ, ես պատահական տեսա, ինձ թվաց
պետական բանա մուլտիկի պես դենց Չէ, դիմուշ կազմակերպությունն է, բայց հա, ճիշտ ասած լավ վիդեոներ անում, գոնե, էլի, շատ լավ, ճիշտ է։ Իհարկե ճիշտ է։ Ժողովուրդը պետք է հասկանա բացատրական աշխատանքներով ամենակարևորը Լենդրուզյան, որ եւ մի քանի օքել որ այդ բարձր տարիները կստանան պետության իշխանության զարգացման փորձի համար ժողովուրդն է հասկանա որ ոնց որ մերժում է այս ուժերին ու նրանք չպետք է գան, այ սրանց հետ այդ բանը գնալու է։ Այ այս կլանի հետ մեր ազգի մեջից այդ պայուսակների, պիցաների, փողի, այդ կեղտոտ, այդ թուրքական կուլտուրան, որ Քոչարյանը բերեց մցրեց մեզ մեջ։ Դա թուրքական կուլտուրա է, դա մեր կուլտուրայի հետ Լենդրոջան ընդհանրապես կապ չունի։ Կներեք էլի ասեցիք թուրքական հիշա որ Էրդողան այդ մեր հանդիպման մարդկանց հետ, ցենց որ գրպանից փողբաներ հանում, սես տալիս էր մթոմ երեխեքին, բան, տեսած կլինեք։ Ես փոխաբերական իմաստով չեմ ասում։ Ես Թուրքիայի, ես ոչ թե Թուրքիա որպես պետություն, ես այդ թուրքական ադատները, հա, ասում եմ տատուս լեզվով ասած, ոչ թե թուրքերեն բառ, այդ հայերեն բառ, այդ իրանց սովորույթները, որ բերեցին, մցրեցին մեր ազգի մեջ։ Ու դրա իրանց հետ էլ գնալու է այս մեր ազգի մեջից 30 տարի այս ազգին սենց ճնշած պահեցին 30 տարի զբաղեցրեցին թալանեցին խապեցին Արցախով ու մի օրվա մեջ հանձնեցին այ իրանց հետ էլ էսի գնալու է մեր մեջից Շատ լավ պարոն Սարգսյան վերջի հարցը համացանցում մի օգտատեր աղմուկ էր բարձրացրել ինքը իր հետաքննություններ սկսել եւ իր բարձաստավյալներով որ ձեզանով էր հետաքրքրվել Արտակ Սարգսյանը երբեք չի եղել Քենիայի փոխոստիկանապետը այսպիսի հոլովակներով դիմում էր ժողովրդին եւ բացատրություններ պահանջում անգամ ճիշտ ասած ես նկատեցի որ Բախում էլա տեղի ունեցել Բախում նկատի ունեմ համացանցային Բախում ձեր հետևորդների եւ տվյալ օկտատերի միջև ոնց կարձագանքեք ինչու եկեք sense բանենք ինչու տվյալ մարդը չի գտել այն տվյալները որը որ դուք ներկայացնում եք մեր հանրության հասկացա ուրեմն երկու օկտատերին չեմ նայել իրոք չեմ ցանկանում նայել մեկը երեսը ցույց է տալիս մյուսը չի ցույց տալիս Լենդրուժան ձեր ձեռքի տակ հեռախոս կա հիմա որ կարող եք մի բան Այո։ Այո։ Հիմա խնդրում եմ Google-ը բացեք։ Բացա, հա։ Հայաստանում հակաահաբեկչական քանի կազմակերպություն կա։ Դե դիպի գրեմ։ Չէ, ես դες հարց եմ տալի։ Ինչ գումարտակ կա, ասում հակաահաբեկչական։ Այ դուք պետք է այդ հարցին պատասխանեք ուժայինը դուք Ալֆան Հիմա խնդրում եմ Google-ում գրեք ով է Ալֆայի ղեկավարը Հայաստանում խնդրում եմ հիմա գրեք Ալֆա գումարտակի ղեկավարը Հայաստանում Դա պետք է հայերեն տառերով չէ գրեմ Գրեք հայերեն տառերով գրեք ով է Ալֆա գումարտակի հակաահաբեկչական գրել եմ Ալֆա գումարտակի Կարա գրեք հակաահաբեկչական Հայաստանում Ով է այսպես եվակերպենք հարցը ասում այսպիսի հարցում գոյություն չունի Չէ գրեք հակաահաբեկչական գումարտակի դեմ ավելացրեք հակաահաբեկչական գումարտակի Ալֆայի հրամանատարը Հայաստանում Ճիշտ ասած նորություններ է բերում, բայց նույնց հատուկ անուն դուր չի եկել։ Ինչ է գրում։ Դե տարբեր բաներից, այսպես կոչված լրատվականներից ինչ որ հատվածներ է եկել, բայց չի եկել ինչ որ մեկի անունը մարդ։ Չել գա, չի կարա։
բաց աղբյուր կամ բաց տեղեկություն լինի, նույնիսկ անցածի վերաբերյալ։ Հիմա լավ, հիմա բացատրեմ ով են այդ մարդիկ։ Քանի որ քնչականը ԱԱԾ-ն չի ստանում ոչ մի տեղեկություն Կենիայից, հա։ Կենիան այսինքն դա մի երկիր է, որ այնտեղ տունտունիկ չի խաղում հակահավատչական ջոկատը, դա այն երկիրն է, որ մեկ օր տարբերությամբ Դար es Սալամում եւ Կենիայում ամերիկյան դեսպանատուններ պայթացվեց Ալ-Շաբաբի կողմից եւ Ալ-Քայդայի, հա, մենք ունենք Սոմալի, Սուդան, դա այն երկիրն է, որ իմ գումարտակը, ասենց ասեմ, նույնիսկ դասերին կամ վարչություն մտնելուց դեմքերը փակ, պահակները դեմքերը չի տեսնում, միայն մատնահետքով եւ քարտով է մտնում։ Այս երկրի իշխանությունները փորձելով ամեն կերպ ինֆորմացիա ստանան Կենիայից, որպեսզի վարույթում ինչ-որ մի բան մտցնեն, ոչ մի ինֆորմացիա չեն ստանում։ Ընդհանրապես Կենիան անց խորհրդային պետություն է, որ նրանց ինֆորմացիա չի տալու։ Ինֆորմացիան համացանցում ինչը որ կա, Արթուր եղբայրներ, նկարներով ամենաշատը Կիրյուկի հանձնաժողովը։ Պարլամենտում, որ հենց այդ արտասահմանցուն ինչի է ծածկանունով, ինչի են այդ մարդիկ ծածկանունով, ինչի համար է, իսկ իմ անձի պաշտպանությունը նախ այդ գումարտակի հրավատար, երկրորդը առաջի ընտանիքի, այսինքն այնտեղ գաղտնիության աշճանը կրկնակի էր, փակ նիստ եղավ 10 րոպե, երբ որ պարլամենտի անդամները 4 օրում հասկացան, որ իրանք ցենց հանգիստ քնում են, դա մեծ մասը ջոկատի շնորհիվ է, Կիրյուկի այդ կոմիսիան փակվեց։ Մի խոսքով, այս են մարդիկ են պետության կողմից դրած, որ Արտակ Սարգսյանը դուրս գա, Արտակ Սարգսյանը երեկվա երեխան է, ասես Կինգ-Կոնգի պես իր դոշին խփի ու տա ինչ որ ինֆորմացիա իր դեմ, որ նրանք էլ քրեական վարույթում օգտագործեն։ Արտակ Սարգսյանը հարց առաջացավ, էլի կներեք։ Հիմա դուրս է գալի ձեր ինֆորմացիան փագա, հա, երկրի անվտանգության եւ ոնց են գաղտնի պետական գաղտնիքը։ Բա ինչու եք դուք բարձրաձայնում դրա մասին։ Ես չեմ բարձրաձայնում։ Դե պետք է չասեիք, որ դուք եք պաշտոնի եղել։ Այդ ինչ որ ես չեմ ասել դա առաջին հանդիմությունն է բարձրացրել։ Այդ պաշտոնի բացահայտումը առաջին անգամ կատարվեց, երբ որ եղավ Կենիայի East Africa Standard լրատվականի ռեյդը, որը որ իմ ջոկատը պետքա չմասնակցեր, քանի որ նրա գործը դա չէր, բայց քանի որ հաշվի առնելով Ռուանդայի գենոցիդը, ռադիո ալիքը, որ հրահրեց, այդ Freedom ալիքով ռադիո ալիքը հրահրեց 100 օրում 1.5 միլիոն մարդու սպանություն եւ այդ լրատվա միջոցը պատկանում էր նախկին նախագահային Արաբ Մոին, որը որ ապացուցվել էր, որ հենց այդ Ռուանդայի կոտորածների կազմակերպիչներ, նախագահը ասաց, որ այդ ռեյդով ես պետք է զբաղվեմ։ Եվ այդ ռեյդից հետո, երբ որ մատերիալները ինքը ուզում էր ցուցադրել աշխարհին, որ ինչ էր պլանավորվում հրապարակելը, ես ասացի, դե մզե էի ասում, հա, նախագահային այդ Կենիայի լեզվով ասի նախագահ ջան, հա, մզե ջան, եթե մենք պետք է հրապարակենք, ռեյդի իմաստը ո՞րն է, թող իրանք հրապարակեն, էֆեկտը նույնն է լինելու, մենք տանք հանրությանը, թե իրանք տային, դե ինքը ասեց, ես կխաչեն, եթե մենք չասի, թող խաչեն, էտա առաջի անգամ բացահայտվեց, որ արտասահմանցին կա այդ Կենիայի ռեյդով, դրանից հետո այդ ինչ ինֆորմացիա, որ ես տալիս եմ Wikileaks-ը 700 էջ, մենակ մեր մասին էր չհաշված ընդհանուր 1000 քանի մատերիալ, վիդեոներով, աուդիոներով Արթուր եղբայրներից, Wikileaks-ի, ասենք, հրապարակչություններն էր, որը որ ասենք բացահայտեց, որ կա արտասահմանցի Deputy Commissioner of Police, հա, այնտեղ անգլիական սիստեմը, հա, SSP, SP, ասենք լեյտենանտ, կապիտան, այնտեղ չի կոչվում։ Գեներալ լեյտենանտը DCP-ն է, հա, Deputy Commissioner of Police, ղեկավարը CP-ն է, Commissioner of Police, մի խոսքով անգլիական համակարգն է, այնտեղ համապատասխանում, մի խոսքով, այն ինֆորմացիան, որ
չկա քննիչների մոտ ու ես եմ բարձրացնում, դա բաց աղբյուրներ է։ Մնացածը պետական գաղտնիքա ու Կենիան չի էլ տա։ Կենիան այնքան խորքային պետություն է դարձել, որ ուզում է 10 հատ նախագահ փոխվի, այդ ինֆորմացիան ոչ տղաների մասին, որ թոշակի են, ոչ տղաների մասին, որ հիմա ակտիվ ծառայության են, նա չել հրապարակելու։ Ու այս իշխանությունը այդ նամակները, որ ուղարկում է, ու պատասխան չի ստանում այն, ինչ որ պետքա ստանա։ Դա նրանց շատ է, որտեղ հիմա փորձում են այդ բլոգերներով ասեն, հելիքսես բան ասեք, հելիք թող այս մարդը ելնի Կինգ-Կոնգի պես ասի, արա չէ, ես եմ ասում դոշերին, չէ, չկա դες բան, ժողովուրդ ջան։ Ո՞վ է Արտակ Սարգսյանը Կենիայում։ Գրացեք Արտակ Սարգսյանն անեք Կենիայում։ Շատ լավ, սիրելի ժողովուրդ, ճիշտ է դուք այս հաղորդումը նայելու եք ամսի 20-ին, բայց այսօր ամսի 19-ն է, այսօր Արայիկ Խանդոյանի ծննդյան օրն է, միայնակ գայլի, եկեք չմոռանանք մեր հերոսներին, շնորհավոր լինի մեր հերոսի ծննդյան օրը։ Իսկ մեր հյուրներ այսօր Քոչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանը, շնորհակալություն, որ ընդունեցիք իմ։ Շնորհակալ եմ։ Ես սիրով Լենդրոս ջան, շնորհակալ եմ։ Այսօր այսքանը, ստեսյուն, հաջողություն։